Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Մենք հաճախ ենք ասում, չեմ ուզում քավության նոխազ դառնալ։ Դա նշանակում է, որ մենք չենք ցանկանում ուրիշի մեղքերը մեր վրա վերցնել կամ ուրիշի սխալների համար պատասխանատվություն կրել։ Մարդկանց եւ հատկապես մարդկանց խմբերին հատուկ է գտնել, փնտրել քավության նոխազ։ Դա վերահասցեագրում է համընդհանուր ագրեսիան։ Իսկ որտեղից է գալիս այդ արտահայտությունը։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ 5 կտակարանի ղևթական գրքում նկարագրված է հրեաների Յոմ Կիպուր տոնը, դատաստանի օր թարգմանաբար։ Այն նշվում է աշնանը եւ կապված է մեղքերից ազատվելու, մաքրվելու, ապաշխարելու հետ։ Այդ նպատակով պետք է իրականացնել մեկօրյա պահք, իսկ այդ օրը ամբողջությամբ նվիրել հոգևոր խնդիրներին, ոչ մի այլ գործերով չզբաղվել։ Ընդհանրապես շաբաթ օրը դրան են նրանք նվիրում, բայց այս դեպքում ավելի խիստ է։ Բազմաթիվ հին նախաքրիստոնեական կրոնները ապաշխարելու, զղջալու նպատակով նախատեսում են ծիսական զոհաբերություն։ Քավության նոխազը հենց այդ տոնի Յոմ Կիպուրի հիմնական ծեսն է։ Ղևթական գրքում Ահարոնին, քահանայապետին, տրվում են երկու միատեսակ, միանման այծեր, եւ նա վիճակահանությամբ որոշում է դրանց ճակատագիրը։ Մեկը զոհաբերվում է եւ նրա արյունը քսվում է տաճարի տարբեր տեղերին, իսկ մյուս այծին բաց են թողնում, տանում են անապատ։ Ուշադրություն դարձրեք, ռուսերեն ասում են «կозёл отпущения», այսինքն շեշտը դրվում է բաց թողելու, մեղքը մարդկանցից հեռացնելու, վտարելու վրա։ Մենք ասում ենք քավության նոխազ, որովհետև մեր մշակույթի առանձնահատկություններից մեկը այն է, որ մենք ելնում ենք ավելի շուտ կարևորում ենք ներքինը, ինքնամաքրումը։ Կա ևս մի հետաքրքիր տարբերություն։ Ղևթականի մեր թարգմանության մեջ երկրորդ բաց թողնվող այծի մասին պարզապես ասված է, որ նա պետք է բաց թողնվի անապատ։ Այլ լեզուներում նշվում է հասցեն, որտեղ այդ կենդանին պետք է ուղարկվի։ Ազազելի մոտ։ Հիշում եք իհարկե Բուլգակովի վեպում Վոլանդի շքախմբում կա այդպիսի գործող անձ։ Հին կտակարանում, կոնկրետ այս գրքում, Ազազելը անապատի դևն է։ Անապատի մի տեղ, որտեղ չկա ջուր, չկա բուսականություն եւ սարսափելի շոկ է։ Գյուղատնտեսական ազգի համար դա պարզապես դժոխք է։ Մի խոսքով, այդ մեղքերն իր վրա ընդունած նոխազին ուղարկում են, կարելի ասել, գրողի ծոցը, դևի մոտ։ Այսպիսով կա խորհրդանիշ նոխազ, որի վրա դնում են մարդկանց մեղքերը, նրան տանում են անապատ, այնտեղ կորցնում են, վերացնում են։ Անապատից վերադարձ չկա։ Նույն ծիսակարգի համաձայն նոխազի եղջյուրներին արյունոտ, այսինքն առաջին այծի արյամբ ցաթախված բրդի կտորներ են կպցնում։ Եվ այդ այծը այնքան է դեգերում անապատում, որ արյունը չորանում է եւ բրդի կտորները սպիտակում են։ Մեղքը գոլորշիանում է, բուրդը սպիտակում է։ Այս նոխազի անմեղության կամ մեղավորության մասին մենք ոչինչ չենք կարող ասել։ Կենդանին տվյալ դեպքում չեզոք է։ Ուրիշ հարց, երբ խոսք է գնում աղավնու զոհաբերության մասին, օրինակ նույն ղևթականում։ Աղավնին խորհրդանշում է անմեղությունը, մաքրությունը։ Ինչպես չհիշել Թումանյանի աղավնու վանքը։ Լենք Թեմուրին գերի ընկած մեր ժողովուրդը մտնում է վանք, վանքը տեղավորում է բոլորին եւ մարդիկ աղավնի են դառնում, դուրս են թռչում։ Նոխազի վրա փոխադրվում է, դրվում է մեղքը, բայց նրանից անմեղություն չի պահանջվում։ Աղավնին անմեղ է, նրա զոհաբերությունը տանում է դեպի փրկություն։ Դա առավել եւս այդպես է, երբ մենք խոսում ենք գառան զոհաբերության մասին։ Ավելին, Աստծո գառ արտահայտությունը մենք դարձյալ հանդիպում ենք Աստվածաշնչում եւ այդպես են կոչում հենց Քրիստոսին։ Լատիներեն դա հնչում է որպես Agnus Dei, որը իդեպ կաթոլիկ պատարագի հիմնական մասերից մեկն է։
Հովհաննեսի ավետարանում հենց սկզբում առաջին գլխում մենք կարդում ենք. հետևյալ օրը նա, այսինքն Հովհաննես Մկրտիչը, տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն, եւ ասաց. ահա գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը։ Զոհասեղանին այս պարագայում դրվում է ոչ միայն պարզապես անմեղը, այլև ամենալավը, ամենաուժեղը, ամենաառողջը 33 տարեկան երիտասարդը։ Մարդիկ ամբողը զոհաբերեցին Մեսիային, Քրիստոսին, չիմանալով թե ինչ են անում։ Բայց նա, ով գնաց այդ զոհության, շատ լավ գիտակցում էր, թե ինչի համար է դա անում։ Եվ Քրիստոս ոչ միայն Աստծո գառ է, այլև առյուծ։ Նրա մեջ միաժամանակ կա եւ հեզություն, խոնարհություն, եւ հզորություն, չարիքին դիմանալու, մահը հաղթահարելու իշխանություն։ Առյուծի մասին նույնպես ասված է Աստվածաշնչում։ Ամենավերջին հայտնություն գրքում այսպիսի տողեր կան, եւ երեսներից մեկը ինձ, այսինքն Հովհաննես առաքյալին, ասաց. լաց մի եղիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է, Դավթի արմատից, որ բաց է անելու գիրքը եւ քանդելու է նրա 7 կնիքները։ Գիրքը, եթե կարճ ձևակերպենք, Աստծո ծրագիրն է մարդկության համար։ Այդ գիրքը կնքված էր, որովհետև ոչ ոք, բացի Հիսուսից, արժանի չէր այդ ծրագրերը բացահայտելու։ Եվ նույն տեքստի շարունակության մեջ դարձյալ կա մորթված գառի հիշատակը։ Դա նշանակում է, որ Քրիստոս հաղթեց, բայց ոչ ուժով, այլ զոհաբերությամբ։ Աստծո գառ եւ առյուծ, թագավոր, այդ երկակի կերպարը հաճախ է հանդիպում նաև մեր աստվածաբանների մոտ։ Ներսես Շնորհալին իր շարականներից մեկում ասում է. վերաշարադրում եմ աշխարհաբար. դու խաչվեցիր քո կամքով մեզ համար Տեր, եւ քո մահով հաղթեցիր մահին, եւ քո հարությամբ փառավորվեցիր, եւ հավիտյան թագավորեցիր։ Քրիստոնեությունը կարելի է ասել միակ կրոնն է, որտեղ հաղթանակը ձեռք է բերվում զոհաբերությամբ, չարչարանքով, խաչելությամբ։ Հին կտակարանում մի քանի դրվագ կա, երբ ժողովրդի մեղքը հաղթահարվում է, քավվում է զոհաբերվող կենդանիների արյամբ։ Եվ քավության նոխազի ծեսը, արարողությունը դրա մասնավոր դեպքն է։ Ավետարանում Քրիստոս կատարելապես անմեղ, կատարելապես մաքուր լինելով, իրեն գիտակցաբար զոհաբերում է մարդկանց եւ Աստծո ջրբաժանը վերացնելու համար։ Ինչպես գրում է Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղված իր թղթում, նա մահվան մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն առավ, որ մեզ արդարացնի։ Ինչ է դա նշանակում մեզ համար, ինչ հետևություններ պետք է անենք մենք, մեղավոր մարդիկ։ Իհարկե շատ բան կարելի է ասել, բայց կարծում եմ գլխավոր դասը հեզության եւ պայքարի միասնականությունն է։ Ուժը եւ հաղթանակը պայմանականորեն ասած առյուծը ոչ թե չարանալու եւ վրեժխնդրությամբ ապրելու մեջ է, այլ հակառակը ներելով ազատագրվելու, սերն ու ճշմարտությունը պաշտպանելու մեջ։ Այնպես որ մենք ճիշտ ենք վարվում, երբ ընդվզում ենք մեր քավության նոխազ կարգավիճակի հետ, բայց դա пассив կարգավիճակ է։ Պետք չէ շփոթել այդ կարգավիճակը մեր ձգտման հետ, երբ մենք ցանկանում ենք ուրիշի ցավերը, ուրիշի դժվարությունները մեր վրա վերցնել։ Եվ դա սեր է, դա ծառայություն է։ Այդ որոշումը մենք ինքներս պետք է ընդունենք։ Ընտրությունը մերն է։